խոսույթներ ենք քննարկել։ Այս օրերի ընթացքում եղած թեմաներ ենք քննարկել, խոսույթներ ենք համադրել, որևէ օրակարգային հստակ հարց չկա։ Ես ուզում եի հարցնեի հանձնաժողովների ընտրություններից, որ կատարեց Ուժեղ Հայաստան, այսինքն այն հանձնաժողովները, որոնք ընտրեցին, դրանից հետո ենթադրում եմ տեսած կլինեք մամուլում քննադատություններ, ինչ որ հրապարակումներ կան, թե դուք նկատի ունեք ԿՊ-ն Եվրաինտեգրման հանձնաժողովը թողեց, որ անցնի Ուժեղ Հայաստանին, նաև այստեղ ինչ որ մեղադրանքներ ու կասկածներ են հնչում։ Ուզում եմ հարցնել, հնարավոր է դուք ամեն դեպքում այս հանձնաժողովի հետ կապված հստակ քաղաքական որոշում կայացնեք չընտրել նախագահին։ Որոշում չունենք, ասացի, որ որևէ հարց չենք քննարկել, բայց անդրադառնալով Եվրաինտեգրման հանձնաժողովը թողնելու մասով մենք չենք թողել, գիտեք, որ Տոնտի Պանաձևով է տեղի ունենում ընտրությունը, մենք երկու առաջնահերթությունների մեջ մտել է, բայց հերթը չի ասել եւ ընդդիմությունը վերցրել է, իր հերթին վերցրել է, մենք չենք հասցրել ուղղակի վերցնել, որևէ միտում չի եղել կամ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Իսկ պարոն Հակոբյան, հնարավոր է ամեն դեպքում քաղաքական որոշմամբ առանց անգամ տեխնացուին լսելու եւ այլն որոշեք չընտրել, թե կարեւոր է, թե տեխնացունով կլինի, ինչ տեսլական կունենա։ Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ մասին քննարկումներ դեռ չեն կայացել։ Խմբակցությունը կհավաքվի ընտրությունից առաջ, մեր մարտավարությունը կորոշենք։